Եթերում հերթապամաս հաղորդաշարի կիրակնօրյա թողարկումն է, բարև ձեզ, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Պլաստիկ սրվակով 5 դեղահաբ թաքցրել էին խանութի հետնամասում աղբի մեջ։ Տեխնիկական միջոցների գործադրմամբ մտել էին տնօրենի աշխատասենյակ, կոտրել չհրկիզվող պահարանի դուռն ու հափշտակել 80 միլիոն դրամ։ Գողությամբ հափշտակած ոսկեղենը 1 միլիոն 800 հազար դրամի դիմաց հանձնել էր գրավատուն։ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հերթական աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ էր։ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ստորաբաժանումների ծառայողների հետ աշխատանքային հանդիպմանը, որին մասնակցում էր նաև մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ տարածաշրջանում ոստիկանության աշխատանքի առանցքային ուղղություններին, ընդգծելով մասնավորապես ապօրինի ձկնորսության դեմ պայքարի կարևորությունը Սևանի բնական պաշարների վերականգնման և ընդհանրապես մարզի ապագայի համար։ Ինձ անհանգստացնում է Սևանը։ Ինձ անհանգստացնում է Սևանի պաշարները։ Դա նույնիսկ կրիտիկական չի, կրիտիկականից ցածր է։ Հավատացրեք մեր ժողովրդին, որ ձկնդրության ժամանակ ծով չմտնեն։ Հավատացրեք, կանչեք, խոսացեք։ Այս ժողովուրդը հասկացող ժողովուրդ է։ Հասկացրեք, որ կորում է Սևանը։ Սևանը հետ բերել է, հնարավոր չի լինելու։ Ոնց որ հետ չի կարելի բերել անտառը։ Վլադիմիր Գասպարյանը ներկայացնելով անտառի պահպանման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները կրկին շեշտեց, որ ոստիկանության գործողությունները ոչ թե գյուղացու, այլ գյուղացու անտառը ոչնչացնողների դեմ են։ Տուն պահելու խնդիրը չի այնտեղ հարստանալու խնդիրն է։ Ոչ մի գյուղացի, ոչ մի տեղի բնակիչ չի դատվելու, բայց եւ չենք հանդուրժելու, որովհետեւ անտառի հաշվին հարստացողները պետք է դատվեն։ Ամեն 15 մետրը մեկ միած սղոցարանա դրած ու կացնավոր մարդն է կանգնած։ Գյուղացուն տանում են, շահագործում են, աշխատացնում են, չնչին գումարներ են տալիս, իրենք իրենց դղյակներ են կառուցում և կազինոներում թրև են գալիս։ Մարզի յուրահատուկ հիմնախնդիրներից է ապօրինի ոսկեխուզությունը, որի հաշվին հարստացողներն առանց վարանելու, հանքախորշերում խեղդվելու կամ մահվան են ուղարկում այսպես կոչված չխչիկներին, տնայնագործ ոսկեխույզներին, հատկապես երիտասարդներին ու պատանիներին։ Դա բառից բուն իմաստով տրաֆիկինգը, չափահասներին շահագործելը, չափահասներին վտանգի ենթարկելը։ Ես գողությունը դնում եմ մի կողմ, երկրորդ պլան եմ դնում։ Գողին կբռնենք, բրիգադերին կբռնենք, դա դնում եմ երկրորդ պլան, ինձ մտահոգում է, որ այդ ստրկացումը, որը տեղի է ունենում, այդ ոսկու հանքերի հետ կապված։ Ինչքան կարելի է մարդ սպանել այդտեղ։ Ինչքան կարելի է ոսկով գայթակղված չմտածել մարդկանց կյանքի ու առողջության մասին։ Գլխներին տված գողություն, բայց գնում են երեխեք 14, 15, 16 տարեկան։ Ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով մարզի ոստիկանների աշխատանքից, մասնավորապես անասնագողությունների դեմ պայքարի, իր բերքն իրացնելու և ունեցվածքը պաշտպանելու հարցում գյուղացուն աջակցելու առումով, Վլադիմիր Գասպարյանը կրկին հիշեցրեց, որ ոստիկանության գլխավոր խնդիրը արդարության հաստատումն է։ Իմ նշանակման հենց առաջին օրը, երբ մենք առանձնազրույց ենք ունեցել Հանրապետության նախագահի հետ, իմ առաջ դրվել է մի խնդիր։ Արդարություն, արդարություն, արդարություն։ Դրվել է մի խնդիր, չնեղացնել ժողովրդին, չնեղացնել գյուղացուն։ Հատկապես գյուղացուն և եթե հիշում եք իմ առաջին հրահանգներից մեկն էր, որ ճանապարհային ոստիկանությունը փիլիսոփայորեն մոտենա գյուղացուն, որը իր հաճեցրածն է տանում քաղաք կամ քաղաքից գալու։ Եթե հիշում եք, անասնագողությունը ես դրել եմ առաջի պլան։ Մենք սպա ենք, մենք ոստիկան ենք, մենք լավագույն հատվածն ենք մեր հասարակության։ Եկեք մեր գործովը հիմնավորենք ու ապացուցենք դա։ Մենք պետք է արտադրենք արդարություն,
Իսկ եթե ցանկացած մեկը մեր արտադրանքը, արդարությունը ուզում է խոտանի փչացնի, նա ուղղակի մեր հակառակորդն է։ Իսկ երբ կազմակերպված են դա անում, արդեն թշնամին է։ Աշխատանքային հանդիպման ավարտին մի շարք ծառայողներ ոստիկանության պետի հրամանով արժանացան խրախուսանքների։ Մարզպետարան շտապելիս հենց փողոցում ոստիկանության պետին կանգնեցրին մի խումբ գավառցիներ եւ խոսակցությունն անմիջական ու անկաշկանդ էր, քանի որ 90-ականներից ու մինչ օրս Վլադիմիր Գասպարյանը որպես յուրային ու համերկրացի է ընկալվում ու ընդունվում Սևանի ավազանում։ Գեղարքունիքի մարզպետարանում Վլադիմիր Գասպարյանը հանդիպեց խոշոր համայնքների ներկայացուցիչների եւ մարզպետարանի աշխատակազմի հետ։ Ներկայացնելով ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, իրականացվող խնդիրները, նաեւ մտահոգությունները, ոստիկանության պետը շեշտեց ոստիկանություն հասարակություն կապի ամրապնդման առաջնահերթությունը։ Ոստիկանությունը ինչ որ մի չափ աշխատանքի կարող է անել, բայց գալիս է ասում է ինչ որ մի աստիճանի, որտեղ արդեն ոստիկանությունը մենակ չի կարող գործել։ Եթե չլինի հասարակության, եթե չլինի պետական մարմինների օգնությունը, ձեր օգնությունն է մեզ պետք որակական փոփոխություն ապրելու համար։ Մենք փոխել ենք մարտավարությունը ոստիկանության, մոտեցումներն ու սկզբունքներն ենք փոխել։ Բայց հավատացեք, առանց ձեզ ոստիկանությունը նորից կլճանա։ Մենք կերտում ենք մեր զավակների ոստիկանությունը, մեր թոռների ոստիկանությունը, որպեսզի մեր զավակներն ու թոռները բանսարք ու սրիկա ոստիկանի ձեռում չհայտնվեն, որպեսզի չտուժեն անպարկեշտ քյոխվա ոստիկանից։ Վլադիմիր Գասպարյանը հանդիպման մասնակիցներին կոչ արեց համատեղ պայքարել մտահոգիչ ու վտանգավոր երևույթների, Սևանի ձկնապաշարների եւ անտառների ոչնչացման, ոսկու ապօրինի արդյունահանման դեմ։ Տեղից անրեսուրս մեր երկրից մենք ինչ էլ ունենք, գազանաբար ենք դրան վերաբերվում։ Ես ուզում եմ, որ դուք ոստիկանության հետ միասին մեր ժողովրդին բացատրեք, հասկացնեք, խոսեք մարդկանց հետ մարդավարի լեզվով, եղեք անձնական օրինակ, հավատանք մեր խոսքին, հավատանք մեր մաքրությանը, հավատանք նրան, որ մենք ամեն մեկս մի առաքյալ ենք, մի առաքելություն ունենք այստեղ եւ ինքներս լինենք մեր զավակների վաղվա օրը կերտողները, որ մեր զավակները մեզնից լավը լինեն, որ մեր երկիրը վաղը լինի ավելի լավը, քան այսօր։ Սուրբ Կարապետ եկեղեցում մոմ վառելուց հետո Վլադիմիր Գասպարյանն այցելեց նաև Գավառի մանկատուն, ծանոթացավ պայմաններին, եղավ գրադարանում, դահլիճում, ճաշարանում, զրուցեց երեխաների հետ, ծանոթացավ նրանց աշխատանքներին, խոստացավ օգնել մանկատունը տրանսպորտով ապահովելու եւ այլ ծրագրերի իրականացմանը։ Վլադիմիր Գասպարյանը նոր կտակարաններ ու հեռուստացույց նվիրեց երեխաներին, իսկ երեխաների նվերը երգն էր։ Զինվորիկն եմ ես փոքրիկ հայոց բանակի, հարազատ փոքրիկն եմ քաջանդրանիկի, համազգեստակիս ունեմ ես զինվորական, եւ ուսի զենք զրա հայ ենք իսկական, համազգեստակիս ունեմ ես զինվորական, եւ ուսի զենք զրա հայ ենք իսկական։ Նախկինում կատարված հանցագործությունների բացահայտումը բարդ, բայց եւ կարևոր գործ է։ Յուրաքանչյուր ծանր կամ թեթև հանցագործության բացահայտում ևս մի քայլ է պատժի անխուսափելիության գաղափարի իրագործման ճանապարհին, իսկ սա նշանակում է նաև կանխարգելում։ 2009 թվականի հուլիսին Տարոնցի փողոցի 16 շենքի 48 բնակարանից գողություն էր կատարվել։ Կոտրել էին մուտքի դրան կողպեքն ու մտել։ Կողացել էին սառնարան, հեռուստացույց, հագուստ։ Դեպքի արդիվ ոստիկանություն հաղորդում էր ստացվել, բայց հանցագործությունը կատարողի կամ կատարողների ինքնությունը այդպես էլ չէր պարզվել։ Այս տարվա նոյեմբերի 16-ին գողության կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները բերման ենթարկեցին Պուշ մականունով Արմեն Սարգսյանին։ Սարգսյանը խոստովանեց, որ 3 տարի առաջ կատարված գողության հեղինակն ինքն է։
Տարիների վաղեմություն ունեցող գողություններ բացահայտելը հեշտ գործ չէ, առավել բարդ է բացահայտելու հետ մեկտեղ հայտնաբերել եւ գողոնը։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումներով բաժին բերվեց մի քաղաքացի, ում տանն էլ գտնվում էր ավարի մի մասը։ Եկավ ընկերոջ հետ իմ տուն, մոտա ապրանքներ էր շատ, ես իրան հարցրեցի որտեղից սա քեզ, պատասխանեց որ թող մնա ես քեզի վաղը կպատասխանեմ այդ հարցի, դու մի հատ ճուբակար ու մի հատ պայուսակ որ մնաց ինձ մոտ, բայց ես դրանք չեմ օգտագործել ընդհանրապես։ Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Նույն Շենգավիթի բաժնի աշխատակիցները բացահայտել են ևս մեկ գողություն։ Սովորաբար ինչպես կհամոզվենք հաջորդ տեսանյութը դիտելիս, գողերը նախընտրում են բացել չհրկիզվող պահարանն ու տանել միջի եղածը։ Այս անգամ տարել էին պահարանն ամբողջությամբ։ Նոյեմբերի 11-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում ստացվեց, գողություն էր կատարվել։ Թիրախը մայրաքաղաքի Օդեսայի փողոցի 2-րդ շենքի 10-րդ բնակարանն էր։ Գողացել էին չհրկիզվող պահարանը, որի մեջ մոտ 80 գրամ ոսկյազարդեր կային։ Կատարվածից 2 օր անց մինչ իրավապահները հանցագործներին բացահայտելու գործով էին զբաղված, ոստիկանության Շենգավիթի բաժնում գողության վերաբերյալ նոր ահազանգ ստացվեց։ Նույն շենքից էր։ Այս անգամ հանցագործները նշանառության տակ էին առել 5-րդ բնակարանը։ Բանալիով բացել էին դուռն ու հափշտակել մոտ 1 միլիոն դրամ արժողության ոսկեղեն։ Դեպքի վայրի զննությունն ու գողության մանրակրկիտ ուսումնասիրությունն իրավապահներին հուշում էին, որ հանցագործը քաջ ծանոթ է եղել բնակարանատերերին, գիտեր տան ելումուտը, ինչպես եւ տանտերերի բացակայության ժամերը։ Այդ էր վկայում նաեւ ձեռնարկված համալիտ միջոցառումների շնորհիվ ստացված տեղեկությունների վերլուծությունը։ Ոստիկանների հմուտ գործողությունների շնորհիվ գողությունները կարճ ժամանակ անց բացահայտվեցին։ Գողություններ կատարող անձին հայտնաբերելու նպատակով ձեռնարկել ենք անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում պարզել ենք, որ գողությունները հնարավոր է կատարած լինի տուժողների անմիջական հարևան Արման Հովհաննիսյանը, որին էլ սույն թվականի նոյեմբերի 13-ին հայտնաբերել ենք հենց իրենց բակից եւ բերման ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հայտնվելով ոստիկանությունում 24-ամյա Արման Համբարձումյանը արագ խոստովանեց, պատմեց գողությունների մանրամասները։ Պարզվեց, որ շենքի 10-րդ բնակարանը, որտեղից կատարել էր առաջին գողությունը, իրենն էր։ Վարձով էր տվել։ Ամենայն հավանականությամբ վարձակալության գումարը նրան չէր հերիքել եւ որոշել էր պակասը լրացնել գողությամբ։ Քաջատեղյակ էր տուն մտնելու բոլոր հնարավորություններին, ուստի մեծ ջանքեր չէին պահանջվել, սողոսկել էր պատշգամբի դռնով։ Ժամանակ չծախսելու եւ հանկարծակի բացահայտումից խուսափելու համար վերցրել էր չհրկիզվող պահարանն ու արագ հեռացել։ Այնուհետև տաքսիով հասել էր Երևանյան լիճ, ափին բացել հանել ոսկեղենը, իսկ պահարանը նետել լիճը։ 2 օր անց արդեն գրոհել էր հարևանի բնակարանը, որը միամտություն էր ունեցել մի անգամ տնից դուրս գալիս բանալին թողնել Համբարձումյանի մոր մոտ։ Մորից գաղտնի վերցրել էր բանալին ու հանել կրկնօրինակը։ Հարմար պահ գտնելով դուռը բացել էր ու տարել ոսկյազարդերը։ 2 գողությամբ հափշտակված ոսկեղենը 1.8 միլիոն դրամի դիմաց հանձնել էր գրավատուն։ Արման Համբարձումյանը կալանավորված է, կատարվում է նախաքննություն։ Էրեբունու ոստիկանների բացահայտած գողությունը նույնպես կապված էր չհրկիզվող պահարանի հետ, բայց այս անգամ խուսափել էին մեծ ծանրություն քարշ տալու հոգսից, դիմել էին ավանդական միջոցի, պահարանը կոտրել էին։ Ամիսներ առաջ ոստիկանության Էրեբունու վարչատարածքում խոշոր չափերի գողության դեպքեր գրանցվել։ Հունիսի լույս 29-ին տեխնիկական միջոցների գործադրմամբ մտել էին Արցախի փողոցում գտնվող ընկերության տնօրենի աշխատասենյակ, կոտրել չհրկիզվող պահարանի դուռն ու հափշտակել $190,000 համարժեք դրամ։ Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքներում հնարավոր չի եղել պարզել որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձով լինելը, հետևաբար 2012 թվականի հոգոստոսի 29-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է։
Թեև տեղի ունեցածից ամիսներ էին անցել, քրեական գործի վարույթն էլ կասեցվել էր, դա չէր նշանակում, որ կատարվածը մոռացվել էր եւ ամեն ինչ անցյալում է արդեն։ Եվ եթե հանցագործը, ինչպես հետագայում պետք է պարզվեր, ինքնամոռաց վայելում էր ժամանակը, անխնա վատնելով ձեռք գցածը, ոստիկանները մեծ ջանքերի գնով փորձում էին բացահայտել կատարվածը։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական համալիր գործողությունների շնորհիվ ցանկալի արդյունքը երկար սպասել չտվեց։ Գողության վերաբերյալ տեղեկություն ստացվեց։ Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ ուժերով մանրամասն ուսումնասիրեցին տեղեկությունը, ստուգեցին կասկածյալների շրջանակը եւ իմի բերեցին ձեռք բերված ապացույցները։ Հիմնավոր կասկածներ ունեինք, որ հունիս ամսին Օլիմպիանտ ընկերությունից կատարված գողությունը հնարավոր է կատարած լինի Հովսեփ Սարգսյանը։ Կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ տարվող աշխատանքները իրավապահներին գորիս բերեցին։ Հոկտեմբերի 29-ին Գորիս քաղաքից վերման է ենթարկվել 1987 թվականի ծնված Հովսեփ Սարգսյանը։ Երևանցի Հովսեփ Սարգսյանը ոստիկանությունում հայտնվելով թարմացրեց հիշողությունն ու պատմեց 4 ամիս առաջ տեղի ունեցածը։ Ոստիկանությունում մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս պարզվեց։ Հովսեփ Սարգսյանը նախկինում 4 անգամ գույքի գաղտնի հափշտակություն կատարելու համար դատապարտվել է ազատազրկման, բացի այդ զինծառայությունից խուսափելու պատճառով ոստիկանության Շենգավթի քննչական բաժնի կողմից գտնվում է հետախուզման մեջ։ Քննչական փորձառության ընթացքում Սարգսյանը մանրամասնեց գողության ողջ ընթացքը։ Թիրախը նախապես ընտրելուց հետո լինգով տեղահան էր արել պատուհանի ճաղավանդակն ու ներս մտել։ Նույնպիսի վարպետությամբ կոտրել էր աշխատասենյակում գտնվող չհրկիզվող պահարանն ու թռցրել գրեթե 80 միլիոն դրամը։ Հետո շտապ հեռացել էր մայրաքաղաքից, մեկնել էր Գորիս եւ սկսել վատնել ձեռք գցածը։ Թանկարժեք մեքենա էր գնել, իսկ մնացածը տվել էր հաճույքներին ու զվարճանքներին։ Եվ ըստ երևույթի փողն արագ էր սպառվել, որ շուտով ստիպված էր եղել վաճառել մեքենան։ Փորձաքննության ընթացքում դեպքի վայրից քիչ հեռու հայտնաբերվեց ու արգելավեց հանցագործության գործիք լինգը։ Հովսեփ Սարգսյանին մեղադրանքի առաջադրվել քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի առաջին կետի հատկանիշներով եւ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նախաքննությունը վարում է ոստիկանության Էրեբունու քննչական բաժինը։ Օրեր առաջ թերթերից մեկում հրապարակայնորեն բաց նամակով ոստիկանության պետին դիմաց 57-ամյա կինը շարադրել էր մի պատմություն, որտեղ ներկայացնում էր ոստիկանության աշխատակիցների իր կարծիքով անօրինական գործողությունները հարսի նկատմամբ։ Հրապարակման վերնագրի հեգնական տոնը այսպիսի ինտելեկտուալ ոստիկաններ, գուցե խոսքի ազատության տեսանկյունից կարելի էր ընդունելի համարել, հոդվածում հնչող մտահոգությունն էլ հետին մտքերից զուրկ, քանի որ նպատակը արդարացված է թվում։ Նամակագիրը նշում է նպատակը, մեջբերենք հուսալով, որ արդարությունը կվերականգնվի։ Սակայն հրապարակային ազատ խոսքի սահմանադրական իրավունքի իրացումը նաև պատասխանատվություն է ենթադրում նույն հասարակության առաջ, այլապես դժվար է նշմարել, որտեղ է ավարտվում ժողովրդավարական արժեքների համակարգը ու որտեղից է սկսվում ամենաթողությունը, անպատասխանատու ապրիորի ուրիշի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող զազրախոսությունը։ Դիմենք փաստերին։ Նամակագիր Արուսյակ Խաչատրյանի հարսին 31-ամյա Ալլա Մախովային ոստիկանները բերման են ենթարկել օգոստոսի վերջին, զգալի չափի ապօրինի թմրանյութ պահելու եւ իրացնելու կասկածանքով։ Իդեպ մտահոգ սկեսուրը մոռացել է նամակում նշել, որ իր հարսն արդեն մեկ անգամ հասցրել էր դատապարտվել թմրադեղեր պահելու եւ օգտագործելու համար։ 2009-ին Էրեբուն եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Ալլա Մախովայի նկատմամբ մեղադրական դատավճիռ էր կայացրել։ Այսօր Մախովան կասկածվում է նաև թմրադեղ իրացնելու մեջ։ Նրա ամուսինը Արթուր Պետրոսյանը կալանավայրում է արդեն 6 տարի եւ ըստ նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հեռահար թմրաշրջանառություն է կազմակերպել կնոջ եւ ընկերների միջոցով։ Նրա մայրն իհարկե այս մասին չի հիշատակել բաց նամակում, փոխարեն մեղադրել է ոստիկաններին գործ սարքելու մեջ եւ իր հուսահատ զարմանքը հայտնել։ Ուստի թույլատրելի սահմաններում բացենք որոշ փակագծեր, որոշ, որովհետեւ նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է։ Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ներկայումս քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Տուրո մականունով Արթուր Պետրոսյանը առայժմ անհայտ ճանապարհով ձեռք բերած զգալի չափի սուբուտեքս տեսակի հաբերը պահել է իր տանը, կնոջ
Ալլա Մախովայի մոտ։ Իրացումն իրականացրել է միշտ 3-րդ, երբեմն նաև 4-րդ անձի միջոցով։ Օգոստոսի 21-ի երեկոյան իր վարած տաքսի ավտոմեքենայով բերման ենթարկված Սահակ Սահակյանը Սուբուտեքսի հաբերը վաճառողից գնորդին հասցնող 3-4-րդ օղակներից էր։ Դեղահաբը Սահակյանին 51,000 դրամով իրացնողը Ալբերտ Հակոբյանն էր, որը փաստորեն դատապարտյալ Տուրոյի հիմնական կապավորն ու իրացնողն էր եղել։ Ծանոթացել եմ Տուրոյի հետ, ինքը նախապես պայմանավորվել է, չգիտեմ ում հետ, որ տեղ ասեն, ընդեղ դեղ դնեն, ինձ զանգել է, ես գնացել վերցրել եմ, պայել եմ իմ մոտ ու իր հրահանգներով իր ասած մարդկանց տարետվել եմ ու ասել է, որ փող կվեկալես, ինքը տալու է, իր ուղարկած մարդիկ են եղել։ 51 կամ 52,000 դրամ փող են տալի, որ մի կոճակ Սուբոտեքս տայի։ Հենց Ալբերտն էլ տաքսու վարորդին ճանապարհելուց հետո եւս մեկ դեղահաբ իրացրել է մեկ այլ անձի։ Րոպեներ անց ոստիկանների պահանջով ներկայացվել է եւս 3 դեղահաբ Տուրոյի բնակարանից։ Ավելին, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները կանխել են Սուբուտեքսի բավական մեծ խմբականակի իրացման Ալբերտ Ալլա զույգի մի փորձ ևս։ Պլաստիկ սրվակով 5 դեղահաբ նրանք թաքցրել էին Մայրաքաղաքի Անդրֆեդերացիայի փողոցում գտնվող Իդեալ խանութի հետնամասում աղբի մեջ։ Պատվիրատուն վերցնելով թմրամիջոցը պիտի գումարը թողներ նույն վայրում, առայժմ անհայտ գնորդն այդպես էլ չի հայտնվել, իսկ իրավապահները զննությամբ հայտնաբերել եւ առգրավել են այս չափաբաժինը ևս։ Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության, հատկապես կարևորագույն գործերի քննության վարչություն։ Ալբերտ Հակոբյանն ու Ալլա Մախովան կալանավորվել են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունն ընթացքի մեջ է։ Ոստիկանները շարունակում են միջոցառումները թմրանյութի աղբյուրը եւ անօրինական շրջանառության հնարավոր այլ օղակներ հայտնաբերելու ուղղությամբ։ Իդեպ կատարվածից ամիսներ անց 57-ամյակինը վերջապես մտաբերել եւ բաց նամակում գրել է, որ իր տուն ոստիկանների այցելությունից հետո բնակարանից անհետացել է, ինչպես ինքն է ասում, կյանքի ընթացքում կուտակած ոսկեղենը, ծառայական քննությամբ ստուգվել եւ չի հիմնավորվել այս մեղադրանքի իսկությունը։ Հետևությունները թողնում ենք ձեզ, մի հռետորական հարց էլ մեր կողմից ուղղելով Արթուր Պետրոսյանի մայրիկին։ Հնարավոր բոլոր ատյաններին մեղադրանքներ ներկայացնելուց առաջ գուցե ինքներդ ձեզ հարց տաք, ինչպես է ստացվում, որ ամիսներ շարունակ ձեր բնակարանը բառի բուն իմաստով թմրապահեստի վերածած հարազատ որդու եւ հարսի գործունեությունը վրիպել է ձեր ուշադրությունից։ Արագաչափերն ու խաչմերուկների տեսահասկման սարքերն արդեն դարձել են վարորդների կենցաղի անբաժանելի մասը, եւ ինչպես ամեն բան մեր կենցաղում, սրանք էլ մշտապես բարեփոխման ենթակա են։ Իսկ բարեփոխումների նպատակը միայն ու միայն ճանապարհային երթևեկությունն ավելի անվտանգ դարձնելն է։ Մեր թեմատիկ էջը։ Եթե մեքենավար էիք, ասենք, Գերմանիայում, նույնիսկ չէիք իմանա, թե որտեղ են տեղադրված արագաչափ սարքերը, որովհետև իմանալու դեպքում անվտանգ է դառնում ճանապարհի միայն այն հատվածը, որտեղ առկա է սարքը, դրանից առաջ ու հետո ամեն ինչ մնում է նույնը։ Այսպես ասած, առաջին կլասի վարորդները արագաչափ սարքերի տեղադրման առաջին իսկ օրվանից բողոքում են, թե արագաչափ սարքերի վահանակները չափազանց փոքր են, նրանք առհասարակ անտեղի են։ Տառատեսակը չափազանց անհասկանալի է եւ դրա պատճառով ակտերի անձրև է տեղում։ Սակայն մոռանում են, որ հենց իրենք են խախտում թույլատրելի արագության սահմանը, ինչն էլ հանգեցնում է տուգանքի։ Այս ամենից հետևություն։ Ավելի լավ է հետևել ճանապարհային երթևեկության կանոններին, քան ժամանակ ծախսել մեղադրական մենախոսությունների վրա։ Երթևեկության վերահսկման արագաչափ սարքերի կիրառման համար որևէ նախազգուշացնող ցուցանակի առկայության պահանջը օրենքը չի դրել ու չի դնում։ Դրանց կիրառումը իրականում պարտադիր չէ։ Վարորդներն է, որ պարտավոր են պահպանել սահմանված արագությունը, իսկ ինչ վերաբերում է ներկայումս կիրառվող նախազգուշացնող ցուցանակներին, ապա դրանց կիրառումը ոստիկանության նախաձեռնությամբ է, ոչ թե օրենքի պահանջով։ Փաստորեն ոստիկանությունը մի բան էլ օգտակար է լինում վարորդներին,
զգուշացնելով, որ առջևում արագաչափ սարք կա, բայց բողոքները անսպառ են։ Հաշվի առնելով միջազգային փորձը ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման նպատակով առաջիկայում նախազգուշացնող ցուցանակները կհանվեն ու կտեղադրվեն ցուցանակներ, որ փողոցներն ու ճանապարհները պարզապես վերահսկվում են տեսախցիկներով։ Մեր երկրում, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, որ արագաչափ սարքերը իրականացնում են ընդամենը արագության հատվածային վերահսկողություն։ Այսինքն գործում է նկատեցի, արգելակեցի, անցա և արագացրեցի ընթացքը մեխանիզմը։ Առաջիկայում նախատեսվում է կիրառել նաև շարժական արագաչափ սարքեր, որոնց դեպքում ցուցանակներ կիրառելը նույնպես անիմաստ կլինի, եւ չնայած զանգվածային լրատվության միջոցներով մշտապես իրազեկվում է արագաչափերի տեղակայման վայրերի մասին, մեկ է, անտեղյակության պոռթկումները վարորդների կողմից շարունակվում են, այդուհանդերձ արագաչափ սարքերի աշխատանքի արդյունքը դրական է։ 2012 թվականի 10 ամիսների ընթացքում Երևան քաղաքում վիճակագրական հաշվառման է վերցվել 839 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 52, վիրավորվել 1065 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պատահարների քանակը մնացել է նույնը, զոհերի թիվը կրճատվել է 17-ով, վիրավորներինը 64-ով։ Տրամաբանության օգնությանը դիմելով պարզ է դառնում, որ եթե արագաչափերի ցուցանակները չկիրառվեն, ապա դրական արդյունքը առնվազն կեռապատկվի։ Արագաչափն ու ակտ կոչվածը նպատակ չունեն պատժելու վարորդներին։ Դրանց միակ նպատակը դժբախտ պատահարները կանխելն ու մարդկային թանկ կյանքը փրկելն է։ Ոստիկանության պետի նախաձեռնությամբ վերջին ամիսներին ծավալուն աշխատանքներ են տարվում ծառայությունների աշխատանքային, շենքային պայմանների բարելավման, նյութատեխնիկական հագեցման ուղղությամբ։ Նորացման ու բարելավման կարիք ուներ հատկապես ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունը։ Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, տեղակալներ Հովանես Հունանյանն ու Սաշա Աֆյանը, տնտեսական վարչության պետ Ռազմիկ Խանձրադյանը նոյեմբերի 15-ին փորձաքրեագիտական վարչության նոր շենքում էին։ Աշխատանքային պայմանները նախկինի հետ անհամեմատելի են։ Նորոգ ու հարմարավետ աշխատասենյակներ, ժամանակակից սարքավորումներով լաբորատորիաներ, քարտադարան։ Հունան Պողոսյանը քարտադարանում մի փոքրիկ փորձարարություն անցկացրեց, տվեց նախկինում մի քանի անգամ դատված մեկի անուն ազգանունը եւ պահանջեց նրա անձնական տվյալները։ Վայրկյաններ անց բոլոր տվյալները համակարգչի էկրանին էին, իսկ քարտադարանի պահոցից հայտնվեց քարտը։ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները շրջեցին վարչության աշխատասենյակներում, ծանոթացան նյութատեխնիկական բազային, լսեցին վարչության աշխատակիցներին ու վստահեցրին, որ առաջիկայում վարչությունը կհամալրվի ժամանակակից սարքավորումների նոր խմբաքանակով։ Շնորհավորում եմ մեզ բոլորիս, շնորհակալություն եմ հայտնում շինարարներին եւ կարծում եմ, որ անձնակազմը պատրաստ է իր առջև դրված խնդիրները իրականացնելու։ Հունան Պողոսյանը նշեց նաև, որ հիմնանորոգման ու նյութատեխնիկական հագեցման աշխատանքները ոստիկանության ստորաբաժանումներում շարունակվելու են։ Մեր նախորդ թողարկումներից մեկում տեղեկացրել էինք, որ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պատրաստած տեսանյութը գավաթի եւ դիպլոմի էր արժանացել Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքում անցկացված իրավապահ մարմինների եւ լրագրողների Վահան եւ Գրիչ միջազգային առաջին փառատոնում։ Օրերս հպարտության եւս մեկ առիթ տվեց մեր աշխատակիցը։ Ազատություն ռադիոկայանը կազմակերպել էր «Իմ ազատությունը» թեմայով ֆոտոմրցույթ։ 600-ից ավելի մասնակից ունեցող մրցույթը տևեց 20 օր։ Քվեարկությունն անցկացվեց Facebook սոցիալական ցանցում, ինչը ենթադրում է առավելագույն անաչառություն, եւ հարյուրավոր լուսանկարների մեջ ամենաշատ ձայները հավաքեց ոստիկանության, հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության օպերատոր, ոստիկանության լեյտենանտ Արարատ Սարիբեկյանի աշխատանքը։ Շնորհավորում ենք մեր գործընկերոջն ու ընկերոջը, մաղթելով նորանոր ստեղծագործական նվաճումներ։ Նոյեմբերի 12-ին Երգի պետական թատրոնը գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հրավերով հյուրընկալել էր ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, սպաների, վետերանների։ Դուք կարող եք դիտել տեսանյութը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Կհանդիպենք հաջորդ կիրակի։ Ցտեսություն։ Հյուրերին ներկայացվեց «Եկել եմ» համերգ ներկայացումը, որին հաջորդեց հանդիպումը երգիչների հետ։ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատելով Երգի թատրոնի դերն ու ներդրումը հայ երգարվեստի ասպարեզում, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանին պարգևատրեց համագործակցության ամրապնդման համար մեդալով, իսկ ոստիկաններին նվիրված «Բարի ծառայություն» երգի հեղինակներին հուշանվերներ հանձնվեցին։
Միշտ ոստիկանի համար գրելը դա շատ դժվար է, որովհետև պետք է ազնիվ լինես, որ ոստիկանի մասին գրես։ Ուղղակի գրելը հայրենիքի մասին կամ ոստիկանի մասին շատ դժվար է, հավատացեք ինձ։ Համերգը գեղեցիկ նվեր էր հյուրերին, իսկ ոստիկաններին նվիրված երգի համատեղ կատարումը արվեստի և օրինապահության հանդիպման խորհրդանիշ դարձավ։ Կանապատակ, որ օրին մեր կյանքը դառնա ապահով, կան տղաներ, որոնց կոչում ես կոն լինել ուշադիր, այդ տղաներն են, որ ունեն տարբեր աստղերով ուսադիր, օրենքի և առօրյա կյանքի հսկող ու պահապան, քո ընտրած ուղին ինչ խոսք դժվար ու բարդ է ոստիկան, իրավունք սխալվելու չունես, ունես հզոր մի զենք, դա օրենքն է, որ պիտի պահես ու մենք է սովորենք, տանք պատիվ ու ձեզ մարդենք, բարի ծառայություն, տանք պատիվը բարձր միշտ պահենք ձեր ձեռքերում, պատմության գրքում հավերժ իրենց անուններն են մնում, ձեր քաջությամբ արդար գործով մեզ միշտ օրինակ եք եղել, ինչ է լինի դուք միշտ պատրաստ եք հայրենիքին ծառայել, մենք գիտենք կրում ես արժանի աստղերը քո ուսին, երբ անգամ լինում է դեպք կյանքն է քո ուսին, ծառայում ես դու սերժանտ, թե լեյտենանտ, թե գնդապետ, իմացիր, որ մեր հողին միշտ նվիրված մարդիկ